Անահիտ արդեն իմացանք, որ դուք ձեր տատիկի գաղափարակիցն եք, համախոհն ու ամենալավ աջակիցը։ Ինչ ճանապարհ եք անցել նկարչական խմբակ գնալուց մինչև առաջին անհատական ցուցահանդեսը։ Իրականում ինքն է իմ գաղափարակիցը, աջակիցը։ Անհիշելի ժամանակներից մանկությանս ինչքան որ ես հիշում եմ, ինձ միշտ աջակցել է ինձ ամեն հարցում ու այս ամենապուճուր մի բանն էր, որ կարող եմ ես տատիկիս համար անել։ Ես ինքս նկարում եմ, մասնագիտությամբ գրաֆիկ եմ ու միշտ լինում է, չէ, որ ուզում են հասկանալ այդ շնորհը որ կողմից է, հայրիկի կողմից է արմատներով, թե մայրիկի, ենթադրում էի, որ հայրիկի, որովհետև էլի ունենք զբաղվողներ նկարչությամբ, տարիներ հետո շատ մեծ անակնկալ էր տատիս նկարչությամբ զբաղվելը, որովհետև պատճառը ծորների թղթերն ու մատիտները սեղանին էին մնացել, պարզապես մի օր ինքը վերցնում ու սկսում է նկարել։ Ինձ արդեն ոգևորում էր այդ պահը, որովհետև շատ հետաքրքիր երևույթ էր, թե ինչ է իր մեջ արթնացել, ինչ զգացողություններ են, այդ ինչ մղում է, որ մարդը մի օր արդեն հասուն տարիքում որոշում է, որ ինչ-որ մի նոր բան պիտի անի, փորձի ու չի վախենում։ Այդպես նկարում էր, մենք ծննդյան իրեն ներկեր նվիրեցինք, իմ համար ահավոր հետաքրքիր պրոցես էր, թե անգամ ինքը ինչ թեմաներ անդրում, ես անդադ խրախուսում էի, որ քանի որ դու օրդ անցկացնում ես այդ քո փոքրիկ կրպակում, դու կարող ես այդ մարդկանց հոսքին հետևել, դրանով նկարելով ավելի շատ բաների կսկսես ուշադիր լինել, այն նույն ծառը տերևը ոնց է շարժվում կամ մարդը ձեռքի շարժումը ոնց է անում։ Այդպես ամեն անգամ բարբերաբար գնում այցելում էի իրան ու տեսնում էի նոր ինչ առաջ խաղացում ունի, ձեռքը ինչքանով է բացվել, ասում էի համարձակ նկարի, մի վախեցի թղթերը փչացնելուց, որտեվ այդ գլխավոր բաներից մեկն է նկարչության մեջ, չսխալվելու, այդ վախը հանել։ Այդպես տատս ամեն անգամ ինձ շատ էր զարմացնում ու անկեղծ ես հիմա մեկ-մեկ ամաչում եմ, որ այդպես ասում եմ, որովհետև ինչ որտեղ թերհավատորեն էի մոտենում այդ process-ին, մտածում էի, դե ոչինչ, թող զբաղվի, ինչքան որ կտևի, բայց տատուս մոտ գնալով այդ մղումը էլ ավելի զարգացավ, խորացավ ու հիշում եմ, բայց ոչ մի ձև չէի կարողանում համոզել, որ ջրաներկով նկարի, ինքը ջրաներկը շատ բարդ նյութ է, բայց ուզում էի, որ անպայման գույնի անցնի, բայց ինքը մատիտով, որը էլի բարդ է, շտրիխեր էր սկսել անել, ինչ-որ ռակուրսներ էր սկսել փոխել, ու լիքը լավ թեմաներով նկարներ էր անում։ Հիշում եմ, որ անգամ այդ այցելուները գալիս էին ու պատվերներ էին արդեն սկսել տատիս տալ, որ իրենց ընկերուհուն նկարի, կամ սիրած աղջկան, կամ չգիտեմ, նկարել էր օրինակ կանգառում ձու վաճառող մի մարդու, որը էլի շատ հետաքրքիր էր ստացվել։ Այդպես, քանի որ 2020-ը եկավ ու բոլորը փակվեցին իրենց տներում, տատոս մոտ նկարչությունը էլ ավելի խորացավ, մոտ 1 տարի իրենց ամառանոցում անցկացրեց, բայց երբ որ արդեն հետ վերադարձավ, հասկացավ, որ այլևս չի կարող աշխատել ու ինչ պիտի անենք մենք, որովհետև բոլորս անհանգստանում էինք, որ ինչ որ մի բանով պիտի զբաղվի, որովհետև աշխատող մարդը, որը մի ամբողջ կյանք աշխատանքի մեջ անցկացրել, ինքը իր տեսակով շատ էներգիայով լեցուն մարդ է, պիտի մի բանով զբաղվի, հանկարծ ինչ որ դատարկության շրջան է գալիս։ Հետո պատահական որ հանդիպեցի մերս լավ աղջիկներին, մեծ սիրով ինձ ընդունեցին, պատահանից նայում էի, մեկը մի անձնավորություն անցավ, ժպիտը դեմքին, բարևեց, ես էլ բարևեցի, իմ պատահանի մոտ էի, առաջի հարկում ենք ապրում։ Մի հատ բան տվեց, թուղթ հանեց, վիզիտկա ռուսերին ասում, Այցեքարտ։ Այցեքարտ։ Նատ մի հատ տեղից շարունակ։ Այցեքարտ տվեց, մտածելով որ ես տատիկ եմ, իմ թոռների համար պետք կգա։ Պատահաբար կարդացի, տեսա որ գրված է նկարչություն, գծագրություն եւ այլը։ Սիրտս մի մոմենտ այդ րոպեին շատ արագ աշխատեց, ուրախությունից ներս մտա տղաս տանն էր։ Այդ այցեքարտը դրեցի տղայիս դեմը, ինքը չէր թողում որ ես աշխատեի արդեն, ասել մեծ ես, ամոթ է, էս այն է։ Ես էլ ասում եմ ամոթ ինչ կա, դրան դեմն աշխատում եմ, ինձ համար զբաղվում եմ, օրս անցնում է, չէ, չպետք է աշխատես։ Այդ այցեքարտը որ դրի ասեց, էս իմ աշխատանքը քթա։ Նա ես նայեց ու ասեց, մամ գնա։ Այդ բառը ինձ այնքան ոգեշնչեց, որ ես ցանկություն ունեցա շարունակեի։
Ողջունում եմ իմ թորիս, ամենամեծ հովանավորս ինքն ա եղել։ Ասեցի Անահիտ ջան, սենց բան ա եղել, ասեց տա ջան կգամ հետդ։ Ու ես ինքան ուրախացա, մենակ չէի գնա, ասեմ, պատճառը ինքն ա եղել։ Իմ առաջ խաղացման բոլոր նպատակների պատճառը եղել Անահիտը։ Ասեց տա ջան կգամ, ու ինձ տարավ այնտեղ, որտեղ որ պետք էր։ Ծանոթացանք այս կոմենքում, նույն օրը պատահաբար այդտեղ կար նկարիչ Լորենցը։ Արմեն Լորենցը։ Այդտեղ հանդիպեցինք առաջի անգամ որպես նկարիչի ես տեսա, որտեղ առաջի անգամն էր ինձ համար շատ դժվար էր համախմբվել իրանց հետ, որ ես ոնց որ ասում անծանոթ ու նկարիչի եմ հանդիպում, այն էլ մեծ նկարիչի, որ ինքը ինքան լավ ընդունեց ինձ, նույնիսկ այդ նույն օրը մենք երեխաների հետ, սովորող երեխաների հետ նկարվեցինք։ Ու ես մեծ հաճույք ստացա այդ օրվանից ու ավելի ոգևորվեցի ու շարունակեցի։ Նրանց հետո կոլեկտիվի հետ մի ցուցահանդեսի մասնակցեցի 11 նկարով։ Ձեր շփումից, ձեր ընկերությունից ինչ ապրումներ եւ հույզեր ունեք։ Երևի սա այն դեպքերից էր, որ մեր աչքի առաջ էր այդ լուծումը, բայց ոչ մեկս չէինք տեսնում ու մտքներովս չէր անցնում։ Շատ պատահական, կարծում եմ նաև ոչ պատահական աղջիկները անցնում են եւ այցեքարտերը բաժանելով տալիս են այդ լուծումը, երկնքից էր այդ լուծումը, ես այդպես եմ միշտ ասում ու առաջին անգամ երբ որ ինքը ինձ ասեց թե ինչ զանգի, տես ինչ են, ինչպես են անցկացնում, ոնց լավ ինքը ասեց մի հատ մասնագիտական հարցեր, տես որը ոնց ինչպես ես արդեն իմ մոտ որոշված էր, որ պիտի գնա ինքը նկարչության ու մենք լավագույն նվերը եւ օգնությունը իրեն այդպես կարող ենք անել։ Դուք կանխում եք իմ հաջորդ հարցը, ինչպես մոտիվացրեցիք ձեր տատիկին, ինչպես արդեն հասկացանք, նա խիստ մոտիվացված էր եւ ինչպես գնացիք այդ կենտրոնը նկարչության։ Իր մոտիվացիայով ինքը մեզ բոլորիս է վարակում, ոչ միայն ինձ։ Ուրեմն շատ հետաքրքիր էր այդ օրը, որովհետեւ իմ համար շատ հուզիչ էր։ Ոնց որ սեպտեմբերի 1 լիներ, ոնց որ ինձ այն ժամանակին ձեռքս բռնած ինչ որ տեղեր տարել, տատիս հետ շատ տեղեր եմ գնացել ու գեղեցիկի հետ առնչությունը ծաղիկների ինքը չնշեց, բայց ինքը նաև ծաղիկների հետ կապված մեծ սեր ունի, բույսերի, որը նաև ինձ ա փոխանցվել։ Այդ օրն էլ շատ հուզված էի ես ինքս ու նաև պատասխանատվություն էի զգում ու մի տեսակ գիտակցում էի այդ պահին, որ շատ կարևոր մի հատ երևույթի եմ մասնակից լինում, որը որ միայն այնպես չի, որ իմ տատիս հետ է կապված։ Ինքը շատ ավելի գլոբալ ու սիրուն մի երևույթ է։ Տատիս ձեռքը բռնեցի, պայմանավորվեցի աղջիկների հետ։ Իհարկե աղջիկներն էլ էին արդեն շատ ուրախացել ու ինչ որտեղ իրենց համարել էր անսպասելի։ Տատիս հետ գնացինք նկարչական ստուդիա ընդունելության, խնդրեցի տատիս, որ հավաքի ինչքան նկարներ, ինչ որ բաներ, որ համարում է, որ հաջողված նկարներ են, վերցնի, որ անպայման ցույց տա աղջիկներին, ասի, որ այսքան արդեն նկարում է, կամ ասի ինչ նպատակներ ինքը ունի, ինչ է ակնկալում իրենցից։ Այդպես գնացինք ու շատ ջերմ ու երջանիկ պահեր էին։ Աղջիկներն էլ եւս մեկ անգամ իմ կողմից շնորհակալություն Մագային ու Աննային, որ բաց սրտով ընդունեցին, ես տատիս հանձնեցի իրենց, անգամ ես դուրս եկա ու չմնացի մինչև վերջ դասին, որ տատս ինքնուրույն արդեն ամբողջ process-ն անցնի, դասապրոցեսը, բայց զարմանալի էր հաջորդ փուլերը։ Անկեղծ ես արդեն բավարարված էի այդքանով, բայց հերթական անգամ տատս ինձ զարմացրեց, որ նկարի վրա ես այդ շնորհի աճն էի տեսնում ու միանգամից շատ արագ անցավ յուղաներկի